Պարոն Մխիթարյան, շրջանառվում են տեղեկություններ, թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի հետ մտել է ինչ-որ բանակցությունների մեջ եւ փողզիջումների է գնացել եւ հենց միայն դրա պատճառով է, որ նրան բաց թողեցին։ Դուք որպես Գյումրիից ընտրված պատգամավոր, ինչ կասեք այս մասին։ Տեսեք, նախ սկսեմ նրանից, որ մի պահ վերանանք, թե ինչ են խոսում, ինչ չեն խոսում։ Պարոն Ղուկասյանի դատական գործը այսօրվա մեր բոլոր պրակտիկայում գործերի նման, այսպես ասենք, փուչիկ գործ էր։ Ուղղակի իմ անձնական կարծիքով նաև որպես քանի որ ես եմ հանդիսացել պարոն Վարդան Ղուկասյանի փաստաբանը, կարող եմ ասել ժամանակագրային առումով այլևս իրականում իրավական ճանապարհով հնարավոր չէր ու իմաստը չկար հավելյալ իրեն պահելու ապօրինի կալանքի տակ։ Դա տնային կալանքի մասով։ Երկրորդ ամենակարևորը Վարդան Ղուկասյանը իր անցած ճանապարհով, իր կատարված աշխատանքներով, իր պայքարող տեսակով բազմիցս ապացուցել է, որ նա չի կարող գնալ որևէ տեսակ գործարքի։ Ես վստահ եմ, որ այդ խոսակցություններն է քաղաքում հավելյալ վատ մթնոլորտ ստեղծելու համար ուղղված էր փոքրիկ խմբակի կողմից կամ փոքրիկ խմբակի Գյումրիի ներկայացուցիչների կողմից ու դրա համար կարծում եմ, որ այդ խոսակցությունները ինչպես հայտնվեցին, այդպես էլ անհայտանալու են, որովհետև չկա ու չի կարող լինել նման բան։ Ասեմ ավելին, այդ նույն տարբերակով իրենք ինչպես որ կրում էին, չէ, լուրերով որ մանդատը վերցնելու է, իշխանությունը ինքնըստինքյան տալու են քաղաքային իշխանությունը տալու են ԿՊ-ին կամ չգիտեմ ինչ, փաստացի Հավերիս Առաքելյանը հրաժարվել է մանդատից ու շարունակելու է իր պաշտոնավորումը, կատարելու է իր պարտականությունները։ Այսինքն այդտեղ նույնպես կարծես թե փոքրիկ խմբակի ներկայացուցիչների հորինած սուդը իրականություն չդարձավ։ Շատերը կարծում են, որ եթե ընտրություններին մասնակցեն շատ ուժեր, նրանք ձայներ կհավաքեն եւ կմիավորվեն եւ Գյումրի 2 տեղի կունենա, ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, սակայն այդպես չեղավ։ Դուք ձեր ուժը եւս նման ակնկալիք ուներ, ինչ արդյունք եք դուք։ Մենք գնում ենք այն ճանապարհով, որ հաղթելու ենք, սակայն ինչպես գիտեք, քաղաքացիական պայմանագրի կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ այն աստիճանի ենթակեղծիքներ են տեղի ունեցել, որ նման պայմաններում ու նման, այսպես ասենք, կեղծիքներով վարչական ռեսուրսի օգտագործմամբ հնարավոր չեղավ անհրաժեշտ ձայները հավաքել, բայց կարծում եմ ու այս քրեական գործերն էլ, այս հեքիաթային քրեական գործերն հենց խոսում են նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանի գետնի ոտքերի տակից գետինը փախչում է ու մեկ օր թե հետո թե 5 օր թե 10 օր հետո միանշանակ իրենք իշխանության չեն լինելու։ Ձեր կարծիքով այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը հանրաքվե իրականացնելու է սահմանադրական փոփոխությունների գնալու համար։ Նիկոլ Փաշինյանը չունի որևիցե կարմիր գիծ։ Նիկոլ Փաշինյանից միանշանակ սպասելի է ամեն ինչ, նաև ոչ իրավաչափ գործողությունների մասով, այսինքն իրենից ինչ-որ բան բացառելը, որ կանի, փորձը ցույց է տվել, որ երեխայություն, այսինքն, քանի որ նա չունի սահմաններ, կարմիր գծեր, նա կարող է ամեն ինչ անել, բայց հենց դրա համար է պետք առողջ ընդդիմություն, հենց դրա համար է պետք մեր ժողովրդին կոնսոլիդացնել, որպեսզի հնարավոր լինի այդ փոփոխությունը, որը իօգուտ Հայաստանի Հանրապետության չէ, չթողնել, որ դառնա Նիկոլի երազանք, այսպես ասած, իրականանա Նիկոլի երազանքը։ Իսկ դուք ինչ լծակներ ունեք Նիկոլ Փաշինյանի հետագա, ինչպես դուք եք ասում, հակապետական, պրոադրբեջանական, պրոթուրքական քաղաքականության դեմն առնելու համար։ Տեսեք, ինչպես նշել էր նաև Նարեկ Կարապետյանը, մենք պայքարելու ենք երկու ուղղությունով, ազգային ժողովում մենք մեր աշխատանքներն ենք կատարելու ու միաժամանակ նաև փողոցային պայքարն է, ու ինչպես նշել ենք, այդ փողոցային պայքարները լինելու է մի անգամ, վերջնական ու միանշանակ տապալվելու է Նիկոլի իշխանությունը։ Իսկ դա երբ է տեղի ունենալու։ Այս բան ժամկետներ նշելը որևիցե սխալ կլինի, բայց վստահ եմ, բաղ հասունանում է, վստահ եմ ժողովուրդն էլ շատ լավ հասկանում է ու ինչպես ասում են, փուչիկը վաղ թե ուշ պայթելու է։